ջան, ողջույն բոլորին։ Այստեղ դասավորեցի, չորացել էր կանայզերս, դասավորում էի, ասեցի համե վլոգը սկսեմ, պրոստը շատ տխրեցի, ձեռքով էի լվացել ու մաքսիմալ այնպես էի լվացել, որ ակուրատ լինի, չվնասել, բայց տեսա, որ այս ներսի հատվածում այս մասից այդ իրա կարկասի երկաթը ծակել աստառը, տխրեցի մի փոքր, բայց դա ինչ կարող եմ անել, ունենք այն ինչ որ ունենք, չեմ ուզում, ռուսը մի հատ լավ խոսք ունի, ասում է, «Не надо плакать над разлитым молоком», եթե արդեն եղել է, էլ տխրել է իմաստ չունի։ Վաղ առավոտ այսօր չորեքշաբթի է, իմ օֆլայն դասի օրն է, Արտաշեսին արթնացրել եմ ինքը այնտեղ նախաճաշում է, ես էլ մի բանի որ վիտամին D խմեմ, բան մի քիչ կամացացրու տվես, վիտամին D խմեմ ու սկսեմ պատրաստվել։ Նոր յուբիչկան ասեցի ձեզ ցույց տամ, Վայլբերիսից էի պատվեր, ձեզ մինիոտ որևէ բան չունեի, ասեցի մի բան պատվիրեմ, որ այս երկարաճիտների հետ սիրուն լինի, պատկերացրեք, որ շատ դուրս գալիս է ոնց հանայվում, ինձ մնաց մի երկու շտրիխ, էդ էլ անեմ ու անցնեմ տաքսի կանչելու, որովհետև ուշանում եմ, ձեզ նստեմ ինձ տեսնեք։ Այս հորիզոնական ռակուրսով գտնել այնպիսի կադր, որտեղ բոյից բոյ կերևաս, այդ գրեթե անհնար է, շատ բարդ բան է, դրա համար կես-կես եք տեսնում ինձ լավ թրա։ Երեխեք ջան, վերջ, այսօր իմ պալտոն հանեցի, որ հագնեմ աշնանային, կարծում եմ իսկ իրա սեզոնն է, և ինձ մնում է զանգել տաքսի, զանգել, այս որ թվերից եկա գրել, մի խոսքով պատվիրել։ Երեխեք ջան, ես դուրս եկա, լավ սառնա, հոյա լինում, մազերս էլ վարկենական բան է անում, խուջուջանում է։ Սպասեմ գա, սպասեք հենց դեղին ծառը ցույց տամ, այնքան սիրուն է։ Դե իհարկե ինչպես միշտ կադրը չի փոխանցում ամբողջ գեղեցկությունը, բայց իրականում շատ սիրուն է։ Վերջ երեխեք ջան, ես իջա։ Մազերից նայում եմ, նյարդային անում եմ, որ խուջուջանում է։ Գները հետևորդներից մեկը գելանա ջան, մազերիցս շատ ես նյարդային անում, կտրի։ Ասում եմ, ես մազերիցս չեմ նյարդային անում, այլ որ խուջուջանում է դրանից։ Դե չէ, մազերս ես սիրում եմ։ Լավ արևոտ է օրը, բայց պատկերացրեք, որ շատ սառն է։ Ու ես հասկացա, որ շարֆեր գցեի, որովհետև երեկոյան եմ տուն գալիս ու այդ պարագայում արդեն շատ սուրբ է լինում։ Բայց տեսենց կհավաքեմ վառատնիչովս շմրսեմ։ Ես մենակ եմ առայժմ, դեռ ոչ ոք չկա, բայց շուտով կգան, որովհետև անց 20-ը, անց կես 10-ը սկսում է։ Ու այնքան բարձր է 9-րդ հարկը։ Պատուհանը բացեցի մի քիչ օդափոխվի, որ թարմության մոտով դասամիջ է։ Երեխեք ջան, մեզ մոտ երկար դասամիջոցն է, խաչապուրի առանք եւ գնում ենք մեր կակաոյի հետևից, կադրս կախում է, թե ինձ ա թվում։ Մեկ-մեկ գժվում է հեռախոսս, բայց ինչև է։ Всё, եղանակը լավն է, իրիկունները բայց որ գնում եմ տուն, Սուքյասյանի դասից հետո միլեն, որ նույն սառած եմ գնում։ Ես այսօր մոռացա շարֆ վերցնեմ, ափսոս։ Բայց դե ասեցի մի քիչ գոնե արդեն տակ հագնվեմ։ Ես մեծն եմ միշտ վերցնում, հեսա կգնամ կվճարեմ, պրոստը միացրել եմ, որ ձեզ հետ զրուցեմ, էլի։ Եկա։ Մի օր սենց դնելու եմ մի տեղ, հեռախոսս, խոսամ, գնա ու գան տանեն։ Մենք եկամ Պրիստանան, երեխեք ջան, կակաոս վերցրեցի, ամբողջ ճանապարհին չխմեցի, եկա հասած տեղ խմեցի, այնց տաք էր, ամբողջ ռեցեպտորներս վառեցի։ Բաստակյանք է։ Մենք գնում ենք մեր մյուս դասին, ֆոտոսեսիաներ ենք անում, իմ սիրելի կուրսեցին աղունը, միշտիցիու ֆոտոներ անում և գնում ենք շրջանային մեր վերջին դասին, մի տեսակ ավես չկա, բայց դե նադը։ Երեխեք պարզվում է տոնածառը դրել են արդեն էստեղի, ճիշտ է դեռ զարդարված չի, բայց արդեն դրած է։ Մեզ մոտ վաղ առավոտ է, իսկ ես արդեն պատրաստ եմ, ինչպես տեսնում եք, ես գործով պիտի դուրս գամ և հետևաբար դիմահարդարվել եմ, ինձ կարգի եմ բերել, հոլովակ ունեի նկարել ու նկարեցի,
փորձարկելու ապրանք ունեի ու շատ գոհ եմ ռեզուլտատից։ Մազերից ծիկա, այս պուշոկների, պուճուրիկ պուշոկների համար, որ սենց քսում եւ ուղում ես, հավես մի բան։ Իմ դեպքում գիտեք, անընդհատ այդ մազաթափությունն է բանա լինում ու սենց լիքը ցցված անտենաներ են լինում այդ հատվածում։ Դեռ խորենը քնած է ու դավներ է քնած, որովհետեւ իմ սպասածից շուտ եմ բրծել գործերս, իմաստը չեմ տեսնում էլի, իրանց իմ արտնասնեմ։ Կսպասեմ թող 9-ին տենց 5 պակաս կա, նոր կարտնացնեմ։ Իդեպ ես իրենքներից մեկի ժամանակ հումանայից նվեր ստացա այսպիսի բլոկնոտ, ճիշտ է ինքը հղիության մասին է, բայց դե քանի որ հղի չեմ եւ չեմ պլանավորում, այսպես ասած, ես որոշեցի իրեն վերածել հույզերի օրագրի։ Вообще հոգեբանության մեջ օրագիր պահելը հայտնի պրակտիկա է, Յունգն էլ այդ պրակտիկան առաջարկել եւ կարծեմ ոչ միայն Յունգը։ Ու ես որոշեցի, որ կպահեմ հույզերի օրագիր, որտեղ ամեն օր, օրվա վերջին, կգրանցեմ իմ այդ օրվա հուզական տատանումները, ապրումները, դրականը, բացականը, ինչն է ինձ անհանգստացնում, ինչն է ինձ նեղել, ինչն է իմ մտքում այսպես կպչուն մտքի պես պտտվում, հա, հանգիստ չի տալիս ինձ, ինչ նիդասկազն է իմ գլխում, այսպիսի բաներ։ Այս մեթոդը օգնում է, որ դու քեզ ավելի լավ ճանաչես ու ավելի լավ սովորես կառավարել քո հույզերը, մտքերը եւ այլն։ Արդեն այս երրորդ օրն է, որ իրան կիրառում եմ։ Հուսամ, որ չեմ ցուրանա, շարունակական բնույթ կկրի, որովհետեւ դա բավականին կարեւոր է։ Ինչ վերաբերում է ուբորկային, ներեցեք, ուբորկայի մասով դեռևս ստոպ վիճակ է, որովհետեւ երեք իմ բուրըն դասի օրն էր, այդ օրը բացառվում է, այսօր էլի դուրս պիտի գամ եւ հետո էլի մի քանի աշխատանքներ ունեմ, որ կանեմ դասի հետ կապված, բայց այսօր երևի կանցնենք մեր, դուք ասեք, Պահարանի դասավորության շարունակությանը, միգուցե այսօր միասին պայուսակներս դասավորենք, քանի որ ձեզ էլ դուր էր եկել այդպես նստել, դասավորել, զրուցել եմ, ապա մեծ սիրով ձեզ հետ կիրականացնեմ, դուք ինձ ստիմուլ եք տալիս, որպեսզի ինքս էլ չծուլանամ։ Վերջ, այս շորով, որի թվքերը այսպիսի լայն եւ հետաքրքիր տեսք ունեն, ինձ միշտ թվում եմ Կառալևը Միչեի, ով կհիշի այդ սերիալը մեր փոքր տարիքի, ես գժվում էի այդ սերիալի համար, Հելենա էր անունը, Հելենա էր ոնց որ գլխավոր հերոսու անունը, աղջիկը, որ սես կորսետ էր հագնում, լայն թևերով այսպես վեր, ու լասինայի պես այս քիպ մի հատ տրիկոյա նման մի բան, ուներ թուր, փրկում էր չարից քաղաքը եւ այլն մի հատ հավես վիճակներ։ Դա համար ասոցիատիվ միշտ Կառալևը Միչեի հետ եմ ինձ ասոցացնում։ Լավ, դե քանի որ ժամանակ ունեմ, կնստեմ երևի ինչ-որ բան կկարդամ, ճիշտ է որ ասեմ, շուտ դուրս գալի իմաստ չունի, այդպես, մի 10 պակաս ունով դուրս կգամ։ Սպապա ոնց կորոշի, տենց է կանենք։ Всё, գանձեր, ես թրա, այսպիսի strong lady look-ի մեջ եմ, իրականում գրեթե երեկվա look-ն եմ հավաքել, սովորաբար այդպես չեմ անում, բայց այսօր այդպես էր պետք ջան։ Պեպսի? Չէ, պեպսի չեմ ասել։ Պեպսի ես չեմ ասել, чё պեպսի ա լսել։ Вот ты ասացիր պեպսի։ Не знаю, может быть, сказал, не помню։ Այստեղ կյանքը միշտ երում է, ակտիվություն է, չնայած որ վաղ առավոտ է, մեկը գործի, մեկը դասի, մեկը մանկապարտեզ, բոլորը ինչ-որտեղ շտապում են։ Ես դրա մպանակս պատրաստ եմ պահել մի հատ սուրճ վերցնեմ, այդ այսօր կակաո չեմ ուզում, ինչ-որ ուրիշ մի բան, եկեղեցին, Տեր իմ Աստված պահապան եղի բոլորիս, всё, մի ուրիշ սուրճ կընտրեմ ինձ համար, այսօր ես շատ պահպանողական եմ այդ հարցում, բայց դե ինչի չէ, ինչ-որ նոր բան փորձելն էլ է լավ, այս Ռոսիան սարքում են, տեսեք, հակա ինչքան ամիսից ավել է, ինչ-որ երևի նոր հան տեսք են հաղորդում, ուրախ եմ այդ առիթով։ Վերցրեցի սուրճը,
թեթև դառնությամբ, սերուցքային, ինչ-որ կարամելային սուրճա շատ համով էր, այնտեղ փորձեցի։ Եվ գնամ իմ գործերով, կհանդիպենք ավելի ուշ։ Ես վերջացրեցի։ Նենցա, որ ես մի օր ձեզ կպատմեմ, թե ուր եմ գալիս ամեն հինգշաբթի, այդպես չէ, որ գաղտնիք է։ Հիմա ուզում եմ գնալ մի հատ խանութ հագուստի, ճիշտը որ ասեմ, ահա որ ուզում եմ ինչ-որ նոր վերնահագուստ չէ, կնեք, վերնահագուստը կուրտկանը, ինչ-որ սվիտեր կամ մի բան, տեսնեմ հələ մի հետաքրքիր բան կարող եմ մի ամիջ գտնեմ էլի, եթե գտնեմ նենց ուրախ կլինեմ, որ սիրում մի բան, հետո որ միջոցառումների բանի գնում եմ, այդ իվենտ, երբեմն ինչ-որ նոր բան ես ուզում հագնել, թարմություն, բայց վաղուց ինչ-որ տենց բան չեմ գնել, վերջին գնումս այս մինի յուբկասա, որ վերցրել եմ, ձեզ ցույց տվեցի, հիմա հագսա, բայց չեմ հիշում, ցույց եմ տվել, տենց գրգռաճեղքով, տրարեխով մինի յուբկա է, ուզում էի էլի, որ այս սապորտներս երկարաճիտ են, հետը սիրուն է նայելու, արևը մեջքից անգնում, չգիտեմ, տեսնում եք թե ոչ։ Ֆրանսիայի մեջ տարբեր հավես խանութներ կան, այն անգամ որ կուրս երեխեքով գնացել էինք սնվելու, հետո խոսեցի չի ես չեմ գալիս, երբեք ես ներսի խանութները, ասես մոտս 1000-ին է եղավ, համար այսօր կգնանք այնտեղ, տեսնենք ինչ կա չկա։ Եթե ինչ-որ հավես բան գտա, որը շատ դուրս գա, կվերցնեմ, եթե չէ զուտ առնելու համար չեմ առնի։ Որ ասմա տիպիկ հայ մամա իմ մասին է, մտա որ ինձ սվիտեր առնեմ կամ ինչ-որ մի բան, Դավին առատաբատ ու ամանորյա սվիտեր ու դուրս եկամ, զատո գոհեմ։ Իրականում Դավը նենց որ տաբատ չուներ նորմալ, ասենց փոքրացել էին, հա քիփ էր վրա նստում երկու ջինսերը, համար իրոք կարիքը կարից կամանորյա սվիտերը, այսպես ասած բալավստվոյ է, որ ես սիրում եմ որ ամանորին ինչ-որ նոր բան հագնեն, Արտաշեսը ունի նոր բան, բայց Դավը չունեն ինչ-որ սվիտեր։ Զում էի ունենա, ձայնս գնաց, իսկ ես գնամ տրանսպորտի հետևից։ Խեգջան ես արդեն մեր մոտ եմ, տերևոտ թոպա։ Մտնեմ խանութ խորենի համար, վերցնեմ ծխախոտ, Արտաշեսին պիտեկուս, հացի խանութ մտնեմ և գնամ տուն ու ձեզ ցույց տամ, թե ինչ եմ վերցրել։ Տոնածառը չեմ հավատում, որ դրել եմ։ Ճիշտ է, դեռ զարդարած չի բան չի, բայց արդեն հավես է։ Մենակ գոնե այս տարի նոր տարում մի հատ լավ խոշոր փաթիներով ձյուն գա, բան չեմ ուզում։ Ես արդեն տանն եմ, այս եմ վերցրել, Դավուկայի համար, Դավս մի րոպե, այս են սիրուն, նավագույնի, թեմատիկ սվիտեր, շատ եմ հավանել, կարծում շատ սիրուն կա։ Հա, բայց դու չխոնգորում ես մամային։ Որ ես։ Շատ սիրուն է։ Այս մեր ձմեր կապն է։ Հա։ Մեկ էլ վերցրել եմ այս տաբատը, որը հիմա կփորձենք, տեսնենք իր հագը լինի մանեջը։ Մեծ չի։ Չէ, 5-ից 6 տարեկան է խոր, հեսա կնայ, կաղա փոնտիկներ տա, բայց նենց եմ վերցրել, որ մյուս տարի էլ հագն է ճիշտն ասած։ Այս բանում էլի, են մամայաբար զապասով։ Երեխեք ջան, ես եկա նստեցի արդեն մեզ համար հարազատ դարձած տեղում, բարձ եմ դնում, միշտ նոր եմ նստում, որովհետև սաղն է հատակը, մեր նջասենյակի հատակը քարից է։ Պրիչոսկայից և տեսքից բանի տեղ չենք դնում, որովհետև մեր նաստրոյը, մեր տեսքը աշխատանքային է։ Մենք եկել ենք այստեղ մեկ ընդհանուր նպատակով։ Այ այս տարակը կարգավորելու։ Արի Դավուկա։ Դավը այսօր ինձ հետ կկոքնի, որպեսզի միասին կարգավորենք։ Դավ, հիմա գիտես ինչ ես անում։ Պայուսակները հանում ես ու շարում ես այստեղ։ Հա, միասին ուզում եմ մի հատ նայենք, հասկանանք, եթե ինչ-որ դուրս գրելու բան կա, դուրս գրենք, եթե չէ,
Մի հատ կոկիկ ասնենք, հա, դիստ է։ Ուզում եմ էջից ինչ-որ կոպեկ գտնի։ Դե բալես, դու հերթով տուր, կոպեկ չկա, ես կոպեկները հանելն եմ դրել այդտեղ։ Կոպեկ է, չուչուց աստավից արել։ Ապրի դավան։ Այս պորտմանը շատ եմ սիրում, սրա վրա էլ արին փայլերից թափեմ, բայց բարեբախտաբար նայք ինձ սիրունի կա։ Այս խորենն էլ ունոյից է։ Հա, էդ էլ եմ սիրում, ես էլ ծնունդիս էր առեր խորիկը, այդ բոքսի մեջ է սիրում։ Չէ, դու պրոստը պոլիփետը գցել էիր ու չէիր վերցել, Արտաշեսը կամ պապան դուրը բացեցին պոլիփետին կպան։ Սա շատ sense պուճուրիկ, ամենահասարակ պորտմանն է, բայց երբեմն պայուսակներ ունեն, որոնք այնքան փոքրիկ են, իրանց մեջ սա շատ հարմար է նայվում։ Ուրեմն այս պայուսակը երեխեք, ինքը շատ ոչ պրակտիկ է, այն առումով, որ ահա որ դժվար է այս ճտիկները գտնել ու սենց անել ու անդադ բացում ես, հետո մի ժամ տանջում ես։ Ահա, իրականում ես այդ ճտիկներով պայուսակները այդքան չեմ սիրում, իրենք հարմար չեն, բայց սիրուն է ու երբեմն կա լուքեր, որ իդեալական համադրվում է, այս պայուսակները սիրունիկ շատ, բայց ավելի շատ յան ամառն են բռնում։ Այս պայուսակներս, դե նայք համաստարան գնալի ինչ մինուս ունի, քանի որ ընդեղ տետրեր եմ ահագին վերցնում հետս, չեմ կարող այս պուճուրիկ պայուսակներս բռնեմ, իդեպ շղթան մեջ նայելի, այ տղա դու թող խոստամ երկու բերան, դե համար սա ինչ-որ տեղմեղ գնալուց եմ, այս ամառն եմ մի անգամ եմ բռնել, ինքը պրոստը շոպերի պես մի բան է, այս պայուսակս իրականում արդեն մի 8 տարվա է երևի, բայց իրեն քիչ եմ բռնում, որովհետև էլի շատ քիչ տարողունակ է, իհարկե ինչ-որ բաներ մաշվել են, բայց հլվոր ներետ նորմալ է։ Սա ոչ մի անգամ չեմ կարողացել բռնել, ինքը ձեռքի աշխատանք է, բայց որ անգամ հեռախոսը չի մեջը տեղավորվում, ու ինչ-որ տեղ գնալիս, եթե անգամ երեկույթական բան, միշտ գոնե մի երկու բան ուզում ես հետը տանես, իսկ այստեղ ոչինչ չի տեղավորվում։ Եթե մեր մեքենան ունենայինք ու մեքենայով գնայինք, ասել օքեյ, մեքենայի մեջ կթողեմ ամեն ինչ, սա ուղղակի ձևական կվերցնեմ, բայց նա որ այդպես չի, ինձ կոմֆորտ չի։ Այս պայուսակսեր եմ շատ սիրում, բայց էլի համալսարան գնալիս չեմ կարողանում բռնել, որովհետև շատ փոքրիկ է։ Ափսոս, օ, այստեղ մի քիչ կաշին ոնց որ հա ուզում ա բլոկվի, այս բերիցից եմ պատվիրել անցած տարի։ Հետո այս են պայուսակներից, որը տեսա, շատ էի հավանել, մի րոպե բան, մի րոպե, միասին պրավերից կանենք, չէ, այստեղ բաներ են, տենց տարբեր, ուրեմն ես պայուսակը շատ էի հավանել, ահա որ, բայց ինքը են փորին գցելուններից է, իսկից դուր չի գալի, ոնց է նայվում իմ վրա, դավս, մի մտիկ ալի մեջ, մի խոսքով, ինքը քանի որ սիրուն է, բայց հարմար չի, ես այդպես էլ իրեն մի քանի անգամ եմ բռնել, բայց ձեռքս չի գնում դուրս գրեմ, իրականում ես սենց էլ են կարող ասենց, ոնց որ թվա ինձ չի սազում, հլի մի հատ գրեք էլի կոմենտներում, ասենք ինչ-որ լուքի հետ սենց թեք գցես, օքեյ է, ինչ-որ վատի, հա, պրավերքը վսյո, իդեպ, ես մաշվել է, հլի մի հատ զնեն տեսրեմ, եթե դուրս գրելու է, դուրս գրենք, մի րոպե դավս, սրա բան են, որ մեջն է մի քիչ մաշվել, ոնց որ մեջը բան եղածնի, բորբոսնած, այդպես տպավորություն է, բայց խիպտի բորբոսնի, տենց չոր հատված կա այս հատվածը, տես տպավորություն է, բոբոս։ Դես իմ հին ու բարի պայուսակներից է, լավ վիճակում է, բայց չգիտես իրան շատ չեմ բռնում, գիտեր։ Տեսա բազա է, սա հայկական արտադրության, կարելի ասել ձեռքի աշխատանք, հա։ Շատ եմ բռնել, շատ։ Դավ, ես շատ նուրբ պայուսակ է, էլի կպչացնես, մեջը բան չկա, ես իմ էլեգանտ պայուսակներից է, էլի շատ եմ սիրել, դա ես աշնան բազան է իմ, աշունն եմ իրան մենակ բռնում, գոտիս ունեմ, չունեմ, մի հատ սև գոտի ունեմ, բավշե էլի ունեի, բայց երեխեքը վարի են տվել ու մնացել է ես մի սև գոտի, գլասիկ, ահա, ես սպիսի, էլի շղթաները մեջն է, տեսեք, աչքիս դուրս գրելու բան չունեմ, հա, կգնաս թածանձերոցի կբերես, տես սրա վրա էլ այդ փայլը եղին, ես վաճետը կասմետիչկա է, ես ինչ-որ ֆիրմայից է, Լանկոմինն է, որն է, էլի նվեր են տվել, թաց, բալես, ես էլ է Լանկոմից, այդ մերի խանութից էլի, որ գնումներ եմ անում, թե ես պուպային, ինչ-որ, ոբշեմ, տես նվերներ են տալիս ինձ, էլի եկեք տեսնեմ, ինչ կա այստեղ, ուպս,
Այս են ֆիալետովի հետ մի խանութից այն խորեն, այս Ամերիկայից է, ապրին տղան։ Այս ինձ մանուշակն է կարծեմ նվիրել։ Հա, մանուշակի նվիրացն այդ երևի, որտեղ մի հատ զառան է նվիրել, մի հատ մանուշակը, բայց չեմ հիշում, որը ումն էր, կարծեմ ճիշտ եմ, բայց հիշում։ Այս կանաչս էլ եմ սիրում շատ, բայց իրան հիմնականում ամառը, գարնան վերջ, այդպես եմ օգտագործում այս սեզոնը, բայց լավ ճմրթվել է, պետք է մի հատ սիրուն դասավորել, որ չճմրթվի։ Այս կանաչս էլ եմ շատ սիրում, բայց էլի ամառային։ Իսկ այս մի հատ չէ, սա մեջ թուղթ է բթած, բան չկա ուրիշ, թուղթ եմ դրել, որ չճմրթվի։ Ուրեմն այս որ խանութում տեսա, ահա որ հավանել էի։ Իսկ մենք որ նոր էինք ամուսնացել, ես вообще ոչ մի բան չէի ուզում խորել, ինձ ամաչում էր։ Ոչ թե ամաչում էի, вообще ես երբեք նեղություն տվող չեմ եղել, էլի տենց։ Ու միշտ ափսոսացել եմ ին վրա ինչ որ բաներ, բայց այս այնքան էի հավանել, որ հիշում եմ խորենին ասեցի, խոր այս պայուսակը նենց է դուրս եկել նախշերը բան։ Իրան այնքան քիչ եմ բռնել, որտեղ շատ դժվար կապրիզի գույն է։ Ձեզ էլ է դուր գալի, բայց կստати, ես պայուսակս հանեմ բռնեմ, տեսեք։ Բացահայտումներ ես անում բանը։ Շղթա է։ Ես անցած տարի եմ էլի ձեռք բերել։ Անցած տարի մի քանի պայուսակ այդպես առավ բերեցից։ Всё, պրծանք։ Հա, Դավիթ ստեր։ Մի հատ էս արկղիկը կամած, սրա մեջ զապաս նոր ապրանքներ է։ Հա, սրա մեջ պահում եմ այս տիպի, ասենք նոր պալետկաներ, այսպիսի բաներ, հա, քակ էլի, չգիտեմ, լարոշ պազե, չորշտվեր աներկեր, այս բաբեչկան իդեմ, այս իվենտներից մեկին եմ նվեր ստացել, պահել եմ, որ Դավիթը պես գնա, այս ոտքի կրեմ է, բայց սա ես այդպես էլ չօգտագործեցի ու ինձ թվում է Սամոնին նվիր։ Սամոնին ինչա տղայի բոթասը նկարած, խորնի քրոջ տղան է Սամոնը, մտածում է տղա է, չէ մի արա արևս, տուշեր, սամադաներ, այսպիսի բաներ, չէ բալես, կստати ես մոռացել էի, քլինզերը, ես կարելի է հանել օգտագործել, այս մի հատ դիր ընտեղ կօգտագործենք տղես, Տես տարբեր ֆիրմաներից եւ Ամերիկայից ուղարկած է եւ իվենտների ժամանակ նվերներ ստացած։ Այս բանը ինչ ես գույնի է։ Հիմա որ օգտագործում եմ, էլի սրանից է։ Երկու հատ ունես։ Միտոնա։ Գովազդային համագործակցությամբ էի ձեռք բերել, կարծեմ։ Ու կես մեկն էլ իմ ընկերուհի Անին էր ուղարկել ինձ։ Էй, այդ տղա մի բացի նոր է լրիվ։ Всё, էս էլ է, լրիվ նոր։ Դուշ։ Ուրա սրա կափարիչը։ Խեք ջան, ունեցանք այսպիսի երկու դարակ, ճիշտը որ ասեմ, ինչքան փորձեցի այնպես դասավորեմ, որ իրար վրա չընկնեն, խառնաշփոթ չթվա, միևնույնն է ամենալավ տարբերակը մաքսիմալը, հա, այսպես ստացվեց։ Ամեն դեպքում ես որը շատ եմ հիմա օգտագործում, ավելի վերև դրեցի, ներքևի առաջի պլանում եմ շատ օգտագործվողներից դրել, հետևները ավելի ամառայիններն եմ փորձել։ Մի խոսքով, ասես մի քիչ խառը ստացվեց։ Վերևի դասավորած այն օրը դեռ պահպանվում է։ Այստեղ էլ ունենք պայուսակներ։ Մոռացել էի, որ այս վերևում էլ ես պայուսակներ ունեմ, գիտես։ Մտածում եմ այս վերևը մի հատ ճիշտ է ծուլանում եմ, բայց եկեք վերևն էլ անենք, պրծնենք։ Ես քեզ տամ դու դիր այնտեղ։ Վերևում մի հատ sense տուփ ունեմ, այստեղ պահում եմ կտրող ծակող գործիքներ, մկրատ, հա խոջան, վիդեո եմ նկարում, հեսա գալիս եմ, կամ դու արի, ես վերջացնում եմ հեսա, քթի փչելիք, հա, ինչ ասես կա, գիր կարդալուց լույսը, կստատ ես լույսը հավես բանա շատ, տարբեր երանգներ ունի, ուղղակի աչքերը ցավացնում է, որ շատ ես կարդում, սենց մաս կա, մուս կա, ինչ ասես, անձնագրից սկսած, սրիչով վերջացրած, զոնտիկով, մազերի լաքով, պայուսակներով, ամեն ինչ կա վերևի դարակում, կաշմար։ Անդավս, այս պայուսակները դե ամառային են, իրականում հիմա իրանց, խոր ես ինչ լարա իմ գարդիրոպում, գիտեմ ես ինչ լարա, ես դիրը տե պապան կա, մի պոկի այդեղ այդ մասկաս, ճմրթում ասես, պտտում է, որ անձնագիրս է այստեղ, իդեպ ես վերջին անձնագրիս նկարը դուրս գալիս է, շատ ռանդոմ սպոնտան արված նկար է, բայց սիրուն է,
ID անձնագիր հանեցի, չէ՞ ամառը։ Mama, Հա, կյանք, էդի մոտ էր, էդ ի՞նչ նա։ Չգիտեմ, ամեն դեպքում պետք է։ Հա, հաստատ, մի հատ էս էլ։ Բա այստեղ այնքան նվեր քարտեր ունեմ տարբեր միջոցառումներից ու այս կրկեսի տոմսերը խի էի պահել, մտածեցի, որ քո ու Դավի համար պատվիրենք, սա որպես տեղերը բան է, պահեմ, որ հիշենք։ Երեխեք ջան, վերևի դարակը կոկիկացված է, հավաքված է, այ հիմա դուրս գալիս է ամեն ինչ։ Всё։ Այն ինչն էլ որ չսկիբիս պարյադը այսպես ասած, մենք ներում ենք ինձ, որովհետև դե հիմա ինչքան տեղ ունեմ, այդքանում էլ փորձել եմ այս ամեն ինչը տեղավորել։ Всё, շատ գոհ եմ երեխեք ջան, բայց երևի այսօր այսքանով կան կառնենք, չեմ ուզում հոգնելով անեմ, որ այսպես ասած շուրի-մուրի չանեմ էլի արագ-արագ, այլ ավելի լավ ամաս անեմ, բայց հանգիստ adekvat առանց շտապելու։ Կարող եմ մի ժամ հանգստանամ, էլի անեմ, ինչ շատ չկա, բայց ուզում եմ ստեղ ավարտեմ վլոգը, գնանք մոնտաժենք այս վլոգը, որ ձեզ համար այսօր գիշեր տեղադրեմ, մնացածն էլ արդեն հետո։